Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Փաստորաթերթը գրում է. վերջին մեկ շաբաթվա ընթացքում թշնամին պարբերաբար կրակ է բացում Սյունիքի մարզի մի քանի գյուղերի, իմաստավորի, Խոզնավարի, Խնածախի, Արավուսի ուղղությամբ։ Որոշ օրերի պարագայում ՀՀՊՆ-ն այդ մասին հայտարարություն է տարածել, իսկ մյուս օրերի վերաբերյալ բնակիչներն են տեղեկացնում, որ հատկապես երեկոյան ժամերին թշնամին անկանոն կրակահերթ է հարձակում։ Ավելին, Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը բարեկություն է իրականացրել Սյունիքի մարզի Խոզնավար, Խնածախ եւ Արավուս եւ հաստատել, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից արձանագրված կրակոցների հետևանքով Խոզնավար գյուղում վնասվել է բնակելի տներից մեկի տանիքին տեղադրված արևային ջրատաքացուցիչը։ Չնայած այս ամենին, ինչպես եւ սպասելի է, ադրբեջանական կողմը հերքում է այդ տեղեկությունները։ Չնայած հերքելու բան էլ չկա, կրակոցներն ակնհայտ են։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. օրաթերթի տեղեկություններով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներքին մասնագիտական քննարկումների շրջանակներում հորդորել է ձեռնպահ մնալ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի կողմից առաջարկվող օրենսդրական փոփոխությունների ընդունումից, որոնք ուղղված են քրեական ենթամշակույթին պատկանելու համար պատասխանատվություն սահմանելուն։ Այս մասին գլխավոր դատախազը ուրբաթ օրը ակնարկեց նաև ԱԺՊՏ-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ, հայտարարելով, որ պետք չէ շտապելով ընդունել օրենք, որ հնարավոր չի լինի գործնականում կիրառել, իսկ իրավական դաշտում հարուցել վիճահարույց խնդիրներ։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Հայաստանում գնալով աճում են ապօրինի ապրանքաշրջանառության, հատկապես օղու, ծխախոտի եւ հիգիենայի պարագաների զարտուղի ճանապարհներով տեղափոխման դեպքերը։ Դրանք հիմնականում անցնում են սահմանամերձ համայնքներով, հաճախ առանց հարկման կամ մաքսային պատշաճ վերահսկողության, որպես անձնական գույք, ինչի հետևանքով էական հարված է հասցվում բարեխիղճ ներմուծողներին եւ արտադրողներին։ Օրաթերթը գործարարներից ահազանգ ստացավ, որ տարածված է այն մեխանիզմը, երբ փոքր խմբաքանակներով ապրանքները մեկ անձի մի քանի անգամ գնալ գալու միջոցով ներմուծվում են երկիր, սահմանամերձ շրջաններում այս երևույթը հաճախ անվանում են պերեկիտկա, կամրջելով օրենքի շրջանցման եւ փոքր քանակով բազմակի ներմուծման պրակտիկան։ Փաստորաթերթը գրում է. Հայաստանում այս օրերին անցկացվում են տարբեր միջոցառումներ նվիրված հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-րդ տարեդարձին։ Իմաստավորի ապրիլի 26-ին Կապանում անցկացվել է սյունեցիների ներդրումը մեծ հաղթանակում անմոռանալի սխրանք գիտագործական կոնֆերանսը։ Միջոցառմանը մասնակցել են պատմաբաններ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, տեղագրագետներ եւ սյունեցի ընտանիքների ժառանգներ, որոնց նախնիները մարտնչել են հայրենիքի պաշտպանության համար։ Հրապարակ օրաթերթը գրում է. մայիսի 21-ին լրանում է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի պաշտոնավարման ժամկետը, քանի որ հայտնի պատճառներով անհնար է նոր ընտրություն անցկացնել, ապա վերջերս կատարված սահմանադրական փոփոխություններով Արցախի հանրապետության падգամավորները խորհրդարանին են լիազորել նոր նախագահի ընտրությունը։ Նախագահի հրաժարականից հետո 7-օրյա ժամկետում պետք է առաջադրումներ լինեն։ Չնայած Սամվել Բաբայանի թիմում մեծ ցանկություն կար դրան առաջադրելու, սակայն Բաբայանը հայտարարել է, որ չունի նման ցանկություն։ Սամվել Շահրամանյանն էլ դեռևս երկմտում է, փոխարենը Արցախի հանրապետության քաղաքական շրջանակներում նախագահի տեխնացուի նոր անուն է շրջանառվում։ Խոսքը Ծնունդով Իջևանցի Հայկ Խանոմյանի մասին է։ Հրապարակ օրաթերթը գրում է. Էստոնիա կատարած պաշտոնական այցով Նիկոլ Փաշինյանը փորձում է մեղմել Արևմուտքի իր նկատմամբ վերաբերմունքը, որ Մոսկվա առաջիկայում կատարելիք այցը հնարավոր դառնա։ Արևմուտքը բացահայտորեն ուլտիմատում է տվել մայիսի 9-ին հաղթանակի շքերթին Մոսկվա մեկնելու կապակցությամբ եւ Փաշինյանին նաեւ ասվել է, որ հայ-ռուսական հարաբերությունների ջերմացումն իրենց համար ընդունելի չէ։ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքական հարցերով բարձրաստիճան ներկայացուցիչ Կայա Կալասը շաբաթներ առաջ հրապարակային հայտարարեց, որ ԵՄ անդամության տեխնացու երկրները պետք է չմասնակցեն Մոսկվայի զորահանդեսին։
Պոլիտիկայեմը գրում է ԱՄՆ-ում Դոգի ձերբակալությունը փաստեց, որ նա այդ երկիր է մեկնել ապօրինի ճանապարհով։ 2022 թվականին Դոգը ԱՄՆ է գնացել 0 դրամական միջոցներով եւ այնտեղ գտնվելու ընթացքում լինելով անօրինական միգրանտ, որի համար դատվում է, չէր կարող պետությունից անգամ $1 աջակցություն ստանալ։ Դոգի ԱՄՆ-ում անօրինական բնակությունը իրեն նաեւ հնարավորություն չի տալիս աշխատել այդ երկրում ու ստանալ օրինական եկամուտներ։ Այս ամենը հաշվի առնելով հարց է առաջանում, թե ինչպես է Դոգը ձեռք բերել մի քանի միլիոն $, արժեցող առանձնատուն եւ թանկարժեք մեքենա։ Երկուսի մասով էլ հայտարարել է հենց ինքը։ Իր ապօրինի բնակությունը հնարավորություն չէր կարող տալ բնակարան կամ մեքենա ձեռք բերել հիպոթեքով։ Միակ տարբերակը մնում է արձեռն գնումը։ Այս ամենը հաշվի առնելով կարծում ենք Դոգին հավատացողները իրենց պետք է հարց տան, թե ինչպես է կարողացել իրենց կուռքը կարճ ժամանակում դառնալ միլիոնատեր։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Վազգեն arczepiskopos Միրզախանյանը երեկ ջերմընդունելությամբ դիմավորեց Էստոնիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Վրաստանի թեմի նախկին առաջնորդը հայտնի է իր սկանդալային վարքով եւ մեծ աղմուկից խուսափելու համար գործ ուղղվեց Վրաստանից հեռու։ Նրա ներկայությունն ու ընդգծված դերը կայացած հանդիպման ընթացքում վերհանեցին մի շարք հարցադրումներ, թե եկեղեցու ներսում եւ թե հասարակության շրջանում։ Հանրային կարծիքը կրկին բաժանված է։ Մի հատվածը ողջունում է Հայաստանի առաջնորդի այցնում միասնականության ուղերձները, իսկ մյուսը քննադատում նրա ընդգրկումը պաշտոնական օրակարգում։